Ողջույն սիրելի բարեկամներ, ողջույն սիրելի հայրենակիցներ, բարևում եմ բոլորիդ։ Խնդրեմ, որ հաղորդման ընթացքում լինեք ակտիվ, խնդրեմ, որ լինեք ավելի ակտիվ, քանի որ գիտեք, այ ժամանակաշրջանում էս ամառային, հա, հայաստանյան ամառային ժամանակաշրջանում դիտումները ընդհանրապես լինում են ավելի ցածր, նենց որ դուք ձեր ակտիվությամբ նախ կօգնեք, որ մեր եթերները տարածվի, համ էլ կգնահատեք իմ աշխատանքը, նենց որ չեք մոռանում դնել ձեր լայքերը, չեք մոռանում գրանցվեք իմ ալիքին, չեք մոռանում թողնել ձեր կարծիքը մեկնաբանությունների բաժնում, հա։ Ուրեմն, ինչպես գիտեք, 3 կարգին ֆուտբոլային օրեր, թեժ ֆուտբոլային, այն էլ գցին բռնին այս ընդդիմությունը, էլի ճակերտների մեջ ասած գցենք բռնենք, այս էլ փչացնենք, հելնենք մի տափակ մի բան, ասենք, в общем, Նարեկը հելավ, ասեց, որ գիտեք ինչ կա, մենք վերցնում ենք մանդատները ու մի sense անիմաստ sense մի լիստ ինչ-որ պատճառաբանություններ բերեց։ Նախ միջև շարունակել ես ուզում եմ ասեմ այն ժամանակ, երբ որ Նարեկն ասում էր եկեք մի հատ, չգիտեմ, տաշիրի շենք, բան, ընդ հարց ու պատասխան կազմակերպենք հետևորդներով, չգիտեմ ինչով, ես այն վաղ հիշում եք ժողովուրդ ջան, իմ եթերները հետևողները հաստատ գիշեն, ասեցի, որ ժողովուրդ ջան, սա նշանակում է, որ իրանք արդեն որոշել են, որ պետք է մանդատները վերցնեն, բայց չգիտեն ոնց հանեն, որ այդ որ ասма կռուտիտի մոմենտը թեթև լինի, հա, այն որ ասма իրենց հավատացողները իրենց երեսին չթքեն, հա, այսինքն կոնկրետ ասում են։ Ու դրա համար էսա ասիմ, էսա մտում իրանց արևին տենց հարց ու պատասխան էսյան, հետո քելնենք ասեն ժողովուրդը, հետեկած ժողովուրդը որոշեց, որ մենք պետք է մանդատները վերցնենք։ Մոտավորապես այս մի բաներ եղավ։ Համի Կիրակի օրով Նարեկը հելավ, գիտեք ինչ ասեց ժողովուրդ ջան, գիտեք ինչ կա, մենք փողոցային համի պայքարով գցինք բռնինք, չեն կարա հաղթենք, հա, եւ որոշեցինք մանդատները վերցնենք, այդանք խորհրդարանում պայքարենք, բայց դրսի պայքարի մասին չմոռանանք, այ երբ որ ժամանակը գա, մենք ձեզ տեղյակ կպայենք։ Սա կոչվում է էշմիսատկի գարուն կգա յոնջակուտես։ Դուք պատկերացնում եք այս գաղափարները, ես вообще զարմանում եմ, ես հասկանում եմ, որ Նարեկը տելեպրոմտերով կարդում էր, հա, այդ իր մտքերը չի, թո բան չի, կամերան է, այն տելեպրոմտերն է, ասես տարերը եթում է, կամերան հետևն է, ժողովուրդ ջան, էլի։ Ու ինքը տենց կարդում է, սենց ասում է, հասկանում եք, այսինքն Դաժե գրողն է վատար, էս ինչ եք գրե դուք, էս ինչ կտեր եք ուզում, դուք չեմ հասկանում, հայ ժողովրդին իրոք հավի տեղ եք դրե, հա, որ պիտի կուտ տակ, հայ ժողովուրդը ուտի, հա, այդ կուտը։ Ասում է, այ, ընտրությունները լեգիտիմ չի, բայց մենք իթում ենք խորհրդարան, այսինքն արդեն ճանաչում է ընտրությունները։ Այ, եթե ընտրությունները լիներ արդար, հոպարս կլներ վարչապետ։ Մի 2-3 օր առաջ հոպար ասում էր, ես տեխնացու չեմ։ Դե արի ես գժանոցից գլուխ անի։ Դե արի որ ասում մազերդ բռիս ես քաշի։ Դրանք ոնց էս հասկանալու is ինչ են ուզում սրանք։ Իհարկե հանակով եմ ասում, մենք բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, թե սրանք ինչ են ուզում, հա, ամեն մի բան ասեմ, հոպարը ասում էր, ես տեխնացու չեմ, բայց տան մեջ իրաց տան մեջ սեղան էր դնում, սենց ու մտնում էր, այս բերում էր իր այդ մելոյի անբան, սենց բերում շարում էր, եմորսկիկ իրանցի տեղը չգիտեն ինչա բան։ Սենց բերում սենց շարում էր ու մտնում էր վարչապետի դերի մեջ, ու դե վարչապետ էին խաղում, հա։ Տունտունիկի նման։ Պրոստո էդի տունտունիկ չէր, էսի վարչապետ տունիկ էր։ Տենց ինչ-որ մի բան էին սարքել, իրանք իրանց խաղում էին, իրանք իրանց ուրախանում էին, հա, բայց հետո ասում է, ես էլ տեխնացու չեմ։ Պատկերացրեք։ Ուրեմն, հիմա մանդատները, որ դուք վերցնում եք, հիշում եք, որ պետք է մի դրամով աշխատեք։ Ես համոզված եմ, որ դուք սա էլ չեք հիշում եւ աշխատավարձերը վերցնելու եք, հələ սրան էլ գումարած են պարքեվա վճարներն եք վերցնելու ու լավ վայելեք։ Բաբա այդքան փող եք բաժնել, բան ինչ պետք է անեք։ Ուրեմն ես նորից ուզում եմ հիշեցնեմ, որ այս մարդիկ, այսինքն այս սենց այս խառը խշտիկ, սենց անիմաստ մեկը մույսի հետ կապ չունեցող, մի հատ սենց են որ իրանք էլ չգիտեն ինչը ոնց խի, ինչ ելնեմ ասեմ, խի ասեմ, ոնց ասեմ, հա, այս վիճակը որ կա, սա եւս մեկ անգամ ցույց է տալի, որ այս մարդիկ քաղաքական գործիչներ չեն, այս մարդիկ քաղաքականությունից вообще գլուխ չեն հանում, հա, եւ չեն պայքարում ոչ Հայաստանի Հանրապետության համար, ոչ հայ ժողովրդի համար, հա, եւ չգիտեմ, այսքան ժամանակ ոչ մի նորմալ մի բան չասին, բացի ադրբեջանական, թուրքական այդ նարատիվները բերել եւ կապելով հայ ժողովրդին, որ ասում ավազին, սենց 300,000 թուրք, էսի են, եսի ինչ, հա, սենց
այսպիսի նարատիվներ բերելով եւ փորձելով այսպիսի խոսույթներով, չգիտեմ, ձայներ հավաքել այն ժողովրդի մոտ, ովքեր որ այն որ ասում է իրանց դեմքը լավ չէր տեսնում, եւ այն ժողովրդի մոտ, ովքեր որ իրոք դժգոհ են Նիկոլ Փաշինյանի որ ասում է կառավարությունից, չնայած Նիկոլ Փաշինյանի կառավարությունից դժգոհ մարդը, հա չի գնա սրանց ընտրի, եթե մի հատ ուրիշ մարդ կգտնի, որ ընտրի, ցանկացած մի հատ ուրիշ մարդ, որ այս սրանց հետ կապ չունենա, որտեվ այս մարդիկ ոչ թե որ ոնց որ ասիմ քաղաքական գործիչ չեն, հա, այս մարդիկ զակաս կատարող են, դու չես կարա երբեք զակաս կատարողին էթաս ձեն տաս, այն էլ օտարի կոմից զակաս կատարողին էթաս ձեն, ուր էթաս ձեն տաս, որ երկիրը պետականությունը կործանի, սրանց ուզածը հենց էտա, կործանել պետականությունը, տա մցնել Հայաստանը սրա նրա տակը, հասկանում եք, էսի սենց, նենց որ այդ ֆուտբոլային օրն էլ փչացին, նախ ուզում եմ ժողովուրդ ջան մի հատ ցավոտ լուր հայտնել միջհաջորդ թեման, մահացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը, ցավակցում եմ բոլորին, հարազատներին, ընկերներին, հայ ժողովրդին, մենք մեծ կորուստ ունեցանք հայ ժողովրդով եւ Եվս մեկ բան եմ ուզում ավելացնեմ, մենք կորցնելով լավագույն արտիստներին, մենք տենց էլ չկարողացանք լավ դերասանների տաղանդը, որ ասում է բացել, հա, ասես ծաղկացնել, որ մենք տեսնեինք իրենց իրական մեծ պոտենցիալը, քանի որ այս ոնց են ասում, այս կինո նկարողների այդ շրջանում, չգիտեմ, այդ սցենար գրողը, այդ պատմություն գրողը Ის ինչ անիմաստ մարդիկ են, այնպես կինոներ են գրում, որ այս մեր արտիստները սաղ այդ իրանց կարիերայի ընթացքում կարող է 3 հատ 4 հատ ինչ որ կինո լինի, որ նայես են, որ իր տաղանդը բացվի, որ տենաս իրոք տաղանդները բացված։ Մնացած այս սցենարիստների իհարկե մեղնա կինոները, չէ, չգիտեմ, ընդ մի հատ անիմաստ ինչ որ հնդկական ինչ որ բաներ են, չգիտեմ, ընդ քրոջ մարդը սիրահարվավ քրոջը Ասենց ինչ-որ մի հատ անիմաստ բաներ են գրում, էլի, ես էլ ասենք հանուն արդարության, որ մեր սցենարիստների կամ չգիտեմ, այդ ովքեր են, դրանք մի հատ աշկերտները բացեն, որ կարողանան լիարժեքորեն, այն որ ասում է բացեն, ասես ցույց տան մեր տաղանդավոր արտիստների պոտենցիալը, ժողովուրդ ջան, սա սենց Ուրեմն այսօր ստուգումներ են եղել ինչ-որ Գագիկ Ծառուկյանի մուլտիվելես, հա, եթե սխալվում եմ կներեք անունը, ինքան մուլտի բան է, մուլտի գրուպ, մուլտիվելես, մուլտի եսի ինչ, մի խոսքով, կամպանիաներում այդ ստուգումներ են եղել, կամպյուտերներ են առգրավել եւ այլն եւ այլն։ Հիմա իհարկե մենք գիտենք, որ sense մի բան լինելու է, ես ինչ եմ ուզում ասեմ, էլի, որ ինձ համար sense էլ sense որ ասում անհասկանալի դարձավ այս մարդկանց պահվածքը։ Ուրեմն Գագիկ Ծառուկյանը, դու ոչ մի խնդրեմ չունես։ Մեծահարուստ մարդ, հնարավորությունների տեր մարդ, այսինքն դու գոնե քո բիզնեսը շարունակես, Հայաստանում նոր աշխատատեղեր բացես, ներդրողներ բերես Հայաստան, հա, ծաղկեցնես համ Հայաստանը, համ դու ծաղկես, հա, որտեղ բիզնեսների մի համար լիմիտ չկա, դու հա ինչ էին կարած ծաղկես եւ ծաղկես, օգտվես այս իրավիճակից, որը որ նախինում չի եղել Հայաստանի Հանրապետությունում, ես ուզում եմ հիշեցնեմ, հա, եւ սովոր Եվ այս ազատությունները ինչը որ տվել է հենց այս իշխանությունը, որը որ Սերժի Վախտով չկար, հա, գոնե այդ առիթից դու օգտվես, դու, չգիտեմ, էլի գնացիր մտար, չգիտեմ, ուրիշի ձնագնդիկը ինչ որ գլորելով, մեծացնելով, որի ուժողը միայն լինելու ես դու, հա, եւ նախ առաջի հերթին չեմ հասկանում քո դրդապատճառը, չգիտեմ, դու ուրիշի ձնագնդիկը գլորելով ինչ է շահում, քո պետականությունը խորտակելով ինչ է շահում, այսինքն ով է խոզած, օրինակ ես հիշում եմ Նայեք, եթե Սերժի ժամանակ դու գտնվում էիր խորհրդարանում եւ քաղաքականությամբ էիր զբաղվում, ես ինչ որ միտեղ հասկանում եմ։ Ինչու՞։ Որովհետեւ դու այն ժամանակ, հա, կարայր ունենայիր խնդիրներ իշխանությունների հետ,
դե գիտես Սերժ Սարգսյանի իշխանությունն էր, բեսպրիձել իշխանություն էր, կարող էին հա նեղել քեզի քո բիզնեսներին եւ այլն, նենց են որ ասма քոնը պահելու համար մարդավարի լեզվով ասած գնացել էիր խորհրդարան պահում էիր հմի քոնը, հա, եկեք սենց ասենք լավ, հա Այլը էդի հասկանալի է, օքեյ, դու քոնը պահիր։ Համի այդ պահը անցել է, քոն չինապե դու եկել ես մտել ես ուրիշի ձնագնդիկն ես գլորում։ Համի նայեք օրինակ նույն Սամվել Ալեքսանյանը նույնպես չէ, խորհրդարանում էր բան։ Համի այդ Հեղաշրջումից հետո բան մարդ հաղթեր գնաց իր գործին ակապե ոչ գալիս է ոչ քաղաքական չեմ տենում գոնե ես որ քաղաքականությունից խոսա բան համ ես չեմ ասում ինչ որ պաշտպանություն կամ բան Սամվել Ալեքսանյանին կամ բայց մարդը դες մտել է իր գործով ինքը շարունակում է իր բիզնեսներն է մեծացնում իր հնարավորություններն է նոր պոտենցիալն է Հայաստանի օգտագործում հա այդ մարդուն չտեսանք մենք խորհրդարանում օքեյ մի այդ պահին հա հանրապետականի վաղ գցենք իրան պետք էր Իրանը պահելու համար հա իր դիրքը ունենալու համար դե այն վաղ ձևը տենց էր այն որ ասում է ջունգլի էին սարքե Հայաստանը մի ձև պետք է պահես քոնը չպահես քեզ կուտեն հա մի էտա համի լավ Գագիկ Ծառուկյան դու քոնը պահիր այն վաղ պահիր հա օքեյ լավ հասկացանք համի ինչ ես ուզում ինչ է դու ուրիշի ականջիդ բանակը կաթացրե Բելարուսը անգերսա Բելարուսը սա Հայաստանը մեր է քրվում Դու ո՞ս կարաս ելնես ասես Բելարուսի նախագահը մերս կամ Բելարուսը անգերսա Բելարուսը էսի էնի Բելարուս սա հայազգը Բելարուսի նախագահին մեր է քրվում Դու ո՞ս կարաս ելնես ասես անգերոջը մաման որի մեր հայազգի գլխին տես փորձանքներ մի հատ էլ ընդ գլուխ էր գովում ասում եմ արա սա Հայաստանի Հանրապետությունը անգերոջը մամային շինումա ինչ ես հելե դու իմ Հայաստանի դեմ էսի անեմ էնի անեմ արա նստեք հանգիստ այդ բիզնեսներ արեք արա հերիքա ուտեք երկրի արունը Եսով են չի կարելի ձեզ մի քիչ իրոք ոչ թե օլիգարխի պես պայեք այ հարգված բիզնեսմենի պես պայեք որ ժողովուրդը հարգի ու սիրի ոչ թե Հայաստանի թշնամուն ընկերս սա ես պետք է սենց անեմ չես անելու ունգերոջը մաման էլ եմ ասում իրա պահվածքի համար իրա տեղը պաստուպատ ըլնողի մաման եղավ Այն ինչը որ ինքը ասեց Հայաստանի Հանրապետությանը, այզև հայ կա աշխարհի վրա, որ կարա Լուկաշենկոյի համար պաստուպատ լինի, ուրեմն իրա մերնել, Լուկաշենկոյի մերնել։ Հələ տենամետով է իր համար պաստուպատ լինողը։ Ես սուվենարա հերիքա։ Ահիմը ինչը որ գլխիդ ըլնում է, միակ մեղավորը կոչվում է Գագիկ Ծառուկյան, որը որ ընդունեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, պետականությունը հա եւ չգիտես ինչու հայ թշնամիներին համարեց իր անկերները նորից կրկնում եմ որը որ հայ բոլ 10 միլիոն հայերը քֆուր են անում Բելարուսի նախագահային ո՞ս կարաս ելես անգերսա Այսինքն դու թքած ունես քո հայ ժողովրդի կարծիքի վրա Գժանոց թոչի, սա աննորմալություն է, հասկացեք, արա խելքներդ գլուխներդ ժողովրդին մի կատաղցրեք, այն Արփինե Հովանեսյանի պատմությունը ասեմ, ժողովրդին մի կատաղցնեք, որտեղ մի օր կտոր կլնեք, ձեզի ոչ փողը կփր, կամ այդ ինչ խոսալու ձևա, տանեմ գցեմ արդյուսներիս մոտ, բան, ворց արդյուցա, բան, հենց չի կարելի, արա պետություն ասա, արա, ո՞ս կարելի այդ ձև խոսալ Իջի որ փող ունեք, պետք է հելեք սրաններն արդյուսների մոտ, հա? Այ քեզ գժանոց, չի կարելի արա, հանգստացեք, կպեք ձեր գործերին։ Ով ուզում է լինի իշխանություն, դուք պետք է միայն պետականություն, եթե բիզնեսմեն եք կպեք ձեր բիզնեսներին, պետականության գործերին, քաղաքականության հետ, որ դուք կապ չունեք, ինչ եք մտե, այ իմելի ասում եմ, ինչը նմա քեզ տեղն է, որովհետև դու դրթեցիր, դու ստիպեցիր որ քո հետևից ընկնեն դու քո հետևից ընկն ու նաև կասկածների տեղի քեզ տալի բա եթե հայ թշնամիների հետ ընկերություն ես անում բա քո վրա ոչ ես ըլնի այո օմոնը կողեի սախ քո տեղի մտ սախ կոմպյուտերների հետ ո՞ս տարան բա պետք է մցնեմ հլտենամ ով եք ինչ եք էս ինչ եք շնչում արա բա ո՞ս կարա Բելարուսի նախագահան հետա Ալիևին ընդ Պաչիկ պուչիկ ասի մենք կանգնած ենք ձեր կողքին բան մենք կազմակերպեցինք մենք մասնակցեցինք ելեք ասենք ընկերս հա Հելնեք ասեք ընկերս, հա? Ու հետո ուզենակ Հայաստանի շահերից խոսակ, Հայաստանի պետականության անունից խոսակ, ինչա որ փող ունեք, այս նրբություն է, ես ըլնեի սվաղ օրենքի բանով, էլի,
Ըստ ո ձեր նման բեսպրիձել չէ որ մարդկանց վրով սես տամաստեն։ Բայց օրենքի միջով ոնց ազգային անվտանգությունը давайте լկպի գործել դնենք էս ովքեր են, ինչ են։ Էսում հետ են ընկերություն անում մեր պետականությաններ, մեր պետականության դեմ բաներ են անում։ Այ քեզ գժանոց։ Ուրեմն ժողովուրդ ջան, քանի որ խոսացինք Սերժի ժամանակ, այն Սերժի ժամանակ տանում էին արտիստներին, դնում էին տելևիզորի դեմը, ասում էին հելեք, ասեք, մենք Սերժին բան ենք անում, պատժաշկա ենք անում։ Հիշում եք։ Էս էլ թո ամի բոլորդ նայեք։ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններով, բանով, բոլորդ նայեք։ Էս չի կարա։ Նայեք ուշադիր։ Պասի հեսա մի հատ դնեմ։ Հրանտ, հելի։ Հələ մի րոպե։ Նենցերի ուշադրություն ժողովուրդ ջան, միջև նայելը այս վիդեոյի մեջ հայոյանք կա։ Դու գիտեք, ես հայոյանքի դեմ եմ, ես միշտ ասում եմ, չի կարելի հայոյանք անել եթերներում երբեք, եւ քանի որ սա լայվ տարբերակ չի, եւ միամիտ ինչ որ մեկի մոտ չի կարող հայտնվել, նորից ասում եմ, երեխեքին հեռացրեք էկրանների դեմից, եթե ընտանիքով եք նստած, ավելի լավ այս պահը չնայեք, չնայած ես իմիջ չի, բայց մեր արտիստներն են, նես չի որ ուրիշն որ նենց խուժանական, չգիտեմ, դե խուժան լակոտներ են, այսպես ասած, հա։ Մեր արտիստներն են, Սերժի ժամանակաշրջանում կատարում են Սերժի գովազդը։ 18+։ Ահա, լսեք։ Ուրա սրա play արա։ Չի լունել է Երևան Զախարյանը գյոտը։ Մի ո՞նց ասես որ գյոտ ասը գյոտ չի։ Եկեք տես գերենք, գիտի որ քաղաքապետը գյոտը։ Ինչ եմ ես ուզում։ Ուզում եմ որպեսի մեր երեխաները ապրեն հզոր երկրում։ Դրա համար պետք է որպեսի մեր Հայաստանը գնա առաջ։ Ուրեմն պետք է թեթևի տանք եւ միասին մեր Հայաստանը տանենք առաջ։ Դա համար ես ընդունում եմ Սերժ Սարգսյանին։ Առաջ Հայաստան։ Ընտրություն կատարելը յուրաքանչյուր քաղաքացու համար ամենապատասխանատու գործն է, հատկապես երբ խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությանը։ Տեսնելով Սերժ Սարգսյանի վերաբերմունքը կրթությանը, գիտությանը, մշակույթին, ես կողմնորոշվել եմ իմ ընտրության մեջ։ Ես ընտրելու եմ Սերժ Սարգսյանին։ Ընտրելու եմ սկսված գործերի շարունակականությունը, ընտրելու եմ մեր երկրի ապագան։ Ես իմ ձայնը տալու եմ Սերժ Սարգսյանին։ Առաջ Հայաստան։ Ես իմ ողջ կյանքում միշտ շատ հեռու եմ եղել քաղաքականությունից։ Ես հիմա էլ եմ հեռու քաղաքականությունից։ Սակայն մարդկային հարթության վրա ես ունեցել եմ շատ լավ ընկերներ։ Ինձ համար իսկական հայ տղամարդը պետք է առաջին հերթին սիրի հայրենիքը, հետո ընտանիքը, հետո ընկերներին։ Հետաքրքիր է, էլի ամենայն հարգանքով Աշոտ Ղազարյանի նկատմամբ բախի թողիր գնացիր Հայաստանից որ Սերժը այդքան լավն էր։ Ինչի հելակ խոսացիք, ինչի հելակ Սերժ վերջում թողիկ Հայաստանը, Սերժով հելակ գնացիք։ Փորձանքներ է սրանց նման թողիկ հայոց ժողովրդի գլխին, հելակ գնացիք։ Հետաքրքիր է, էլի։ Մի օր ձեզ էլ կուզենամ լսեմ։ Հասկանում եմ, որ որոշների ստիպի։ Եթե ստիպել են, ես կհասկանամ, էլի կասեք ժողովուրդ ջան, ստիպել են։ Բայց Սերժիկ, հելակ դուք գնացիք ժողովրդին թողիկ Սերժիկով։ Այսինքն եղավ է նույն բանը, գյադեն է, որ եկավ Ռուսաստանից, ասում է եկա գամ ընտրեմ ձեր տան մեջ քաքեմ թողեմ էթամ։ Հետո ոնց կուզեք տես կմաքրեք։ Սերժ Սարգսյանը իմ լավ ընկերներից մեկն է։ Համ կարգին ղեկավար, համ լավ հայր, համ համով ընկեր։ Շատ լավ, հա։ Հենց սա ինձ թվում է արդեն բավական է, որպեսզի ես իմ ձայնը տամ Սերժ Սարգսյանին։ Առաջ Հայաստան։ Անցյալ տարի շատ բեկումնային տարի եղավ հայ թատրոնի եւ հայ կինոյի համար եւ դրանում շատ մեծ լումա ուներ Սերժ Սարգսյանը։ Ես տեսնում եմ նրա անկեղծ նպատակները եւ հավատում եմ եւ վստահում նրան։ Ես ընտրելու եմ Սերժ Սարգսյանին։ Առաջ Հայաստան։ Առաջ Հայաստան։ Առաջ Հայաստան։ Առաջ Հայաստան։ Առաջ Հայաստան։ Կարևորը վերջինը կարևորն է։ Առաջ Հայաստան։ 90-ական թվականներին ես երեխա էի, երբ որ մենք տեղափոխվեցինք Ռուսաստան, մի քանի տարի առաջ ես ունեցա հնարավորություն ոչ միայն գալ Հայաստան, այլ նաև զբաղվել իմ սիրած գործով։ Ես համոզված եմ, որ աշխարհում կան շատ ու շատ տաղանդավոր երիտասարդներ, որոնք կուզեին ինձ նման վերադառնային իրենց հայրենիք եւ զբաղվել իրենց սիրած գործով։ Սերժ Սարգսյանի ընտրվելու դեպքում
վերադարձը դեպի մեր հայրենիք շարունակական կլինի եւ կարծում եմ ամեն մարդ գալով այստեղ կգտնի իր տեղը հենց իր հայրենիքում։ Այդ իսկ պատճառով ես ասում եմ առաջ Հայաստան։ Ստեղծագործող մարդու համար ամենից երանելի ու երջանիկ զգացողությունը այն է, երբ իր արածը անհրաժեշտ է լինում ժողովրդին։ Մի քանի տարի առաջ թվում էր, թե հայկական թատրոնը, կինոն խորը անդունդի մեջ են հայտնվել եւ վերակենդանացման մասին խոսելն էլ ավելորդ էր։ Այս առումով անզեն աչքով էլ ակնհայտ է տարբերությունը եւ սրանում մեծ է Սերժ Սարգսյանի դերը։ Ես հավատում եմ նրան եւ բոլորին կոչ եմ անում միանալ մեզ։ Բարձումա Սերժը անդունդի մեջից դուրս հանես մեր թատրոնը։ Առաջ Հայաստան։ 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 Հավատ, այն զգացմունքը, որով համոզված եմ ես ոչ միայն այսօր, այլ այն օրվանից, երբ ճանաչեցի Սերժ Սարգսյան մարդուն։ Մի մարդ, որ ամեն պարագայում վեր է դասում իր խոսքը։ Լինի խոստում, լինի մտադրություն, լինի քայլ։ Ես հավատում եմ Սերժ Սարգսյան մարդուն։ Ուրեմն առաջ Հայաստան։ Ինձ թվում է, որ նրան ընտրվելուց հետո մեր հայ ժողովուրդը կարող է շատ լավ վիճակի մեջ լինել եւ այս պայքարը միայն նրա համար չէ, որ ասենք Սերժ Սարգսյանը պետք է ընտրվի եւ Սերժ Սարգսյանը դրանն Այս վերջի պահածից։ Այս է, ամենա իսկական գնահատականը այս վերջի պահնա։ Գնահատականը տվես գնահատ։ Էս է եղել Սերժ Սարգսյանի ժամանակ, էս է այդ շոու բիզնեսի, չգիտեմ ինչ որ դեր մարդիկ, էս է եղել ընդհանրապես այդ կառավարությունը ու սրանք իրար մեջ sense բարեկամներ, բաներ, sense իրար հետ sense ինչ որ sense բան են արել, Սարդոստյանի նման sense Հայաստանը կուլ են տվել։ Համել ելնում են Հայաստանի պետականության դեմ բաներ են խոսում։ Համել սրանց համար փողով ընտրող կա, սրանց պատժկա անող կա։ Դու պատկերացնում Գժանոց, նե ուրիշ գնահատական սրան տալ ուղակի չի կարելի։ Ինչ գնահատական կարաստաս այս ամեն ինչին։ Հիմա հարց Գագիկ Ծառուկյանին, այդ Հայաստաններ դուրդ գալի։ Իդեպ, այդ նույն ռեժիմը քո դեմ էլ հելավ։ Եթե չես մոռացել։ Դրա համար ես էլի ասում եմ ուրիշի ձնագնդիկը մեր երկրում մի գլորեք, եթե ձնագնդիկ կա գլորելու, միայն Հայաստանի Հանրապետության ձնագնդիկը գլորեք։ Այդ ժամանակ համ ձեզ կսիրենք, համ ձեզ կհարգենք, համ էլ են որ ասում է թագավորի նման սենց անգամ պարծանալով ձեր մասին կխոսանք, որպես հայ մարդիկ։ Բայց սենց էս ինչ է։ Բելարուսի նախագահան մեր ընկերն է։ Շարունակելով, ես կուզենամ նաև խոսել ուրեմն Արծրուն Հովհաննիսյանի մասին, հա, ճիշտ եմ, չէ՞ հիշում անուն ազգանու։ Այո, Արծրուն Հովհաննիսյանը, որ ասում էր հաղթում ենք, բան, հետո ասում էին, բա գիտեք ինչ կա, չգիտեմ, հայնքայինց այդ ձև պետք է քարոզաներ, չգիտեմ ինչ, բայց ամենագլխավոր հարցը մնաց ինձ համար անպատասխան թե են Վարգոնսոյի, չգիտեմ, են լրտեսների այդ հավաքածուին ինչու էր տարել որպես առաջնագծում, հա, այնտեղ որտեղ տղեկը կյանքի կռիվ էին տալի, ես ցեցել չհասկացա ու աշկով սնգավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, չգիտեմ, ընդ առաջարկությամբ եւ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը ազգային հետազոտական համալսարանի պետ է նշանակվել։ Այդ ոնց, հա, ինձ համար շատ տարօրինակ է ընկալել ինչու պետք է Արծրուն Հովհաննիսյանը նշանակվի այդպիսի պաշտոնին այն դեպքում, որ լինելով զինվորական Վարգոնզոյի այդ որ սաղս արդեն գիտեն գրանք ովքեր են, հա, դրանց տարել էր առաջնագիրտ կամ գոնե սրանց պատասխանը մենք տենց էլ չստացանք, որը որ պետք էր ստանալ հայ ժողովուրդը։ Ես շատ դժգոհ եմ։ Հետո կառավարություն Նիկոլ Փաշինյանի
քպայական կառավարություն, ոնց ուզում եք ասեք, ես շատ դժգոհ եմ, որ Բագրատը նորից ազատության մեջ է։ Բայց մոմբեր, չգիտեմ ինչեր ծխեր, մխեր հայտնաբերեցիք տան մեջ, տեր սարցնել այդքան ժողովրդին տանել դեպի ազգային ժողով հարցակում։ Բայց ոնց եղավ, որ էլի էսիատո ազատության մեջ, տո են Գյումրի թեմի առաջնորդն ամթոմ ազատության մեջ, անուն ինչ էր դրա Միքայելը Էդի ազատության մեջ չնայած էդի պետք է լիներ տնային կալանքում եւ տնային կալանքից պետք է դուրս չգար հա իրա խոսալու հակապետական իր այդ ձևը ընդհանրապես ու ընդհանրապես այս մարդը ինչ գործ ունի ազատությունների մեջ այս սրանք եւ սրանց կծված բոլորը համի ամեն օր Նիկոլ Փաշինյանը հելնում խոսում է դատավորներից անձամբ ես այս 2-3 տարի խոսում եմ դատավորներից այս 2-3 տարի ասում եմ սրանք դուք պետք է սրանց կարգին դատարաններ ստեղծեիք, հա, կարգին դատավորներ նշանակեիք, դուք այդ հնարավորություն ունեիք, համ մեծամասնություն ունեիք, համ ժողովուրդը ձեր մեջքին կանգնած էր, ու այս 8 տարի էշիականջում քնած, համի ելերեք ասում եք դատավորներս այս դատավորներն են, տո լավ է, ես մի կուտ տվողել դուք եք, ես աննորմալություն ասա հասկնում եք, սրա նման աննորմալություն աշխարհում չկա, որ մարդ լինի 8 տարի ղեկավար ու ունենա 8 տարի երկրի ժողովրդի բացարձակ աջակցությունը այդ 8 տարվա մեջ մի հատ դատարանի հարց նորմալ դատարանի հարց չկարծավ լուծել եւ ինչքան հանցագործներ կան համ ներվեցին համ պետական հանցագործների մասին համ ներվեցին համ ազատ արձակվեցին համ էլ միջև մի արձակվում են դատավորը վատ է փոխեիք մի էտա մի կամ իրոք դատավորն է վատ կամ էլ ընդհանրապես դատավորը մեղ չունի մեղավորը բանն է դատախազությունը որ ասում են նորմալ գործը չի կարողանում իր վերջին ավարտել փաստերով ներկայացնել դուք ձախողել եք 8 տարվա այս աշխատանքը ժողովրդի ամենամեծ պահանջը որ ասում եք ով տվեց խոսքի ազատություն ով տվեց ժողովուրդ առաջի հերթին ինչա պահանջը քեզանից քեզից պահանջել է երկիրը կեղեքիչների պատժելը որ մեկը պատժվավ այսինչ ու հələ բաց եք թողում խայտարակություն ձեր նման նամի քանի ընտրությունը վերջացել է եւ այս հակապետական մարդկան ջրաղացին ջուր չէինք լցում այդ ընտրական փուլում, բայց այս ինչ խայտարակություն արա։ Սրա համար դուք ոնց պատասխան պետք է տաք։ Ու սաղ բանով Հայաստանով չէ, Սփյուռքով մեկ այս տարբեր կազմակերպություններ հակա պետական քարոզներ են տանում։ Ձեր որ մի դեսպաննա հել է խոսում։ Հələ եթալու եմ ստեղի դեսպանին հարցնեմ, ասեմ, ապեր քո դու ինչ գործի ես ստե։ Ինչ ես անում ստե։ Մի հատ կարաս բացատրես։ Սրան էլ թո կարամ եթամ տենամ ստե։ Այնպես բաներ է կատարվում, արա, բայց պատասխան տվողներ չկա։ Այսինքն եղած չեղած նույն հաշիվն է։ Այսինքն այն քարոզը, որ Սփյուռքի մոտ կատարվում է, այն քարոզը, որ բերում են, ժողովրդի ականջի կաթացնում են, մանավանդ այն մասան, որ հայերեն չի տիրապետում։ Եվ ոչ դեսպանատանից արձագանքներ կա, ոչ կոնսոլներից արձագանքներ կա, անամ սերավնո։ Մի խոսքով սա է ուզում ասեի, հիմա Նիկոլ Փաշինյանը գնացել է Ռուսաստան, շատ մանրամասներ դեռ չկան ժողովուրդ ջան, հենց որ դրա մասին երևի հաջորդ թեմայի մասին կխոսենք, այսօր այսքանը ստեսություն, հաջողություն եւ կեցե Հայաստանի Հանրապետությունն ու պետականությունը